Ջահերով երկի խորհուրդ հենց դա է, որ պետք է պայքարը շարունակվի եւ ջահերով խորհուրդը ենթադրում է, որ այս պայքարը անպայման պետք է ունենա լուսավոր ավարտ։ Ջահը ինքը նաեւ լույսի խորհրդանիշ է։ Ես համոզված եմ, որ այս երթը իր վերջնական հաղթական ավարտի է հասնել։ Հայ երիտասարդության պահանջները ի վերջո իրականություն են դառնալու։ Ճիշտ է, դժվար է ուղին, շատ դժվար, որովհետեւ թշնամին շատ նենգ է, բայց այնուամենայնիվ արդարությունը հաղթահարելու է։ Գալու է այդ օրը, որ ոչ միայն ցեղասպանության միջազգային ճանաչում է լինելու, մարդասպանը, ցեղասպանը պետք է ընդունի իր մեղքը, այլև պետք է լինի արդար փոխհատուցում հայ ժողովրդի գրած վնասների համար։ Եվ դա պետք է լինի արդյոք պետական մակարդակով, այսպես արտաքին քաղաքականության օրակարգ։ Անշուշտ սա պետք է լինի պետական մակարդակով, որովհետև ի վերջո այս ցեղասպանության ճանաչումը բխում է նաև պետության շահերից, որպեսզի պետությունը ինքը ապահովագրված լինի ապագայի հնարավոր ցեղասպանություններից եւ ոչնչացումից ինչու ոչ։ Եվ ես համոզված եմ, որ գալու է այդ օրը, որ նաև պետական մակարդակով պետք է որդեգրենք եւ առաջ տանենք ցեղասպանության ճանաչման եւ արդար փոխհատուցման պահանջը։